Տիկին Գևորգյան, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրեց վերջին արդյունքները, դուք եւս ներկա եք եղել, կխնդրեմ ձեր գնահատականը ներկայացնեք, արդյոք սպասելի էր ձեզ համար, թե գիտեիք, թե փոփոխություն կլինի ամեն դեպքում, ԿՀ-ն կգնա նոր ընտրությունների, ինչի եք դուք սպասում։ Ունեի ինչ-որ միտեղ հոգուս խորքում ունեի վստահություն, որ գուցե նաև վերահաշվար կլինի կամ կգնա նոր ընտրությունների, դեպ ասեմ կենտրոնական հանձնաժողովի նախագահ Հովակ Կիմյանը հենց ի սկզբանե, երբ սկսվեց արդեն այսպես ասած այդ հաշվարկների այսօրվա իրանց ժողովը ասեմ, ի սկզբանե հենց ինքը ասեց, որ հանձնաժողովը որոշել է եւ վերջ։ Ինքս առաջինը բարձրաձայնեցի, որ մենք համաձայն չենք քվեարկության հետ, համաձայն չենք այդ ընդհանուր թվերի հետ, ասեց արդեն որոշել են։ Ինչպես երկրի իշխանություն, երկրի ղեկավարն է միայնքնա որոշում կայացրել ուսումնասիրել հանձնել Լեռնային Ղարաբաղի եւ մնացած հարցեր, այդպես է իր խամաճիկն արել։ Ես հասկացա, որ այս իշխանությունը ամբողջովին ավարտել է նկարչական ինչ-որ մի դպրոց, 8-ամյա դպրոց, որոնց մոտ անգամ նկարչությունն լավ չի ստացվում։ Դուք կուսակցության հետ միասին մասնակցեցիք համապետական ընտրություններին եւ ստացաք 25,000 եւ ավելի ձայներ։ Այս արդյունքը ձեզ համար գոհացուցիչ է, այս արդյունքը ստանալու համար էիք պայքարում։ Ոչ, գոհացուցիչ է, որտեղ ընտրախախտումներ կար եւ 3 ընտրատեղամասերում մենք ինքներս ստուգելու ժամանակ, եթե չեմ սխալվում, 844 ձայնի տարբերություն էր։ Էդի հələ որ մերը այդ մի քանի տեղամասն ենք ստուգել, ամբողջովն որ ստուգենք, մեր ձայները գողացվել է, մենք համամիտ չենք, բայց այդ անձը, որ անգամ կարդալ չգիտեր, իդեպ շատ խայտարակություններ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն հայերեն կարդալ չգիտեր։ Իրանք կարային եւ նկարչություն անեն, բայց գոնե կարար ինքը հայերեն կարդալ եւ իր կարդացածը մատուցել իր ժողովրդին, ովքեր որ նստած էին դալուկին։ Ինքը անգամ դա չէր կարողանում։ Բոլոր ընտրատեղամասերում դուք վստահված անձեր ունեցել եք, անձիկ ունեցել եք։ Ոչ բոլորում ենք ունեցել, բայց տեղեկացված ենք եղել տեղամասերից, ոչ բոլորում ենք ունեցել։ Հիմա ինչ եք պատրաստվում անել։ Հիմնական ընդդիմության գերնպատակը իշխանափոխության հասնելն է եղել։ Ընտրություններով հնարավոր չեղավ։ Ինչ եք պատրաստվում անել։ Իմ կարծիքով սա վերջին պայքարի պետք է այո, պետք է դուրս գան, ժողովուրդը պետք է դուրս գա, պետք է պայքարի, այ մեր կուսակցությունը այս պահին օպերայում անցկացման նստածույց արդեն 3-րդ օրն է, ստորագրահավաք են ավարտում, ես կոչ կանեմ, որպեսզի ժողովուրդը միանա ստորագրահավաքին եւ ըստ իս սա վերջին ընտրությունները չեն։ Ինչ նախաձեռնություն է, ինչ ստորագրահավաք է, ինչ պահանջով։ Ձայների գողացման հետ կապված, որովհետեւ ինչպես նախագահն է նշում, ասում է ոչ մի ընտրատեղամասում կեղծիք չի եղել, սակայն ասեմ, որ հենց առաջինը զորքի, ոչ թե զորքի անձանց հետի նկատի ունեմ, այլ արդեն զորամասերի կողմից է կեղծիքներն եղել։ Եթե դուք 19-58 զորք եք վերում ընտրատեղամասեր, իսկ մեղրում ընդհանրապես 12 անց գիշերվա մասին է խոսքս, զորքը մտել է ու կողքից ցուցումներ են տրվում, կողքները քաղաքացիական համազգեստով անձինք են կանգնած իրենց կողքին ցուցումներ է տրվում, թե որ համարը պետքա վերցնեն, դա ընտրակեղծիք չի, դա ընտրակաշարք չի, ըստ իրենց ընտրակաշարքը ոնց են համել, ամբողջ պետական ռեսուրսը, տեսնեք ոստիկանական համակարգը դրսում է, իսկ այս ծառայության տեղերում ով պետք է լինի, ամբողջ պետական ռեսուրսով անգամ իրենք չեն հաղթել, ձայն չեն հավաքել, բայց Հովակ Կիմյանը կարողացավ ոչ սիրուն նկարել դա։ Իսկ եւս մեկ հարց ստորագրահավաքի հետ կապված, հա, տվյալները արդեն ունեք, քանի քաղաքացի է մասնակցել այդ ստորագրահավաքին։ Մոտ 1000 հոգի ստորագրահավաք ունենք հավաքած, դեռ ժողովուրդը մոտենում է շարունակելու են, այո, շարունակելու ենք նստածույցը մինչև տեսնենք, ասում կոչ կանեմ ժողովրդին դուրս գալ, եթե դուրս չեկան, եթե այս իշխանությունը մնաց, ուրեմն իմացեք Սյունիքն ենք հանձնելու եւ մնացածն ենք հանձնելու եւ եթե սրանք մնացին, հաջորդ ընտրություններում, ոնց որ մեր առաջնորդն ասում Գերմանիա Արշակ Կարապետյանը Թուրքի ենք ընտրելու։ Հայաստանը տանում են թրքացման, որոշում են արդեն այսօր Դիլիջանում Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ալիևի օգնականի հետ, արդեն իսկ թանկացրել են ամեն ինչը,
վառելիքն են թանկացրել, սիգարետն են թալք, ակցիզներն են թանկացրել, սա հələ դեռ չընտրված, դեռ չհայտարարված, որ իրենք հաղթել են։ Իդեպ ասեմ, իրենք չի որոշեցին, որ շուտ հայտարարեն, որտեղ տեսան, որ պարտված են, որոշեցին, որ դեռ քվեարկությունը չավարտած հայտարարեն, որ իրենք հաղթել են, սակայն իրենց դեմքները պետք է տեսնեն։ Դա հաղթանակած անձանց դեմքեր չեն։ Իրենք գտնում եք, որ հավասար պայմաններում չի եղել միանշանակ հավասար պայման, ասում ժամ 2-ին դեռ քվեարկությունը գնում է, իսկ ԿՊ-ն արդեն դուրս եկավ եւ հայտարարեց, որ իրենք հաղթել են։ Եվ բոլորին կներեք ցինիկ ժպիտները դեմքներին, ցինիկ։